Вот, друзья, мы пришли на фестиваль Dogfest 2025 Армения, Ереван. Ну, мы как зрители, не как участники. Класс, друзья. Прекрасная атмосфера. Смотрите, как классно, друзья. We had a fantastic speech about veganism, and thank you so much. Although I don't speak Russian, but it was fantastic. She managed to translate some parts of your speech, and it was great. I could read the graphs and everything. I'll continue talking about veganism. To translate it in Armenian. So, it's a simple question. I just want to ask everybody. One that changed the way I personally look at the world. Why do we love some animals and we others? Most of us would never hurt a dog. If we saw one dog abused, we would step in, we would rescue them, we would feed them, we would take care of them, take them to the vet and maybe bring them home. Because we know deep down that dogs joy, pain, fear, and love like we do. But hear the gentle truth. So do cats, so do chickens, so do pigs. Science now confirms that many cultures have long known this animals. They remember kindness. They mourn losses. They form bonds. Mother cow cry out when their babies are taken away. We are as intelligent as the 3-year-old children, and yet we Միած բոսնիկ ընդհանուր, հա։ not because we are cruel. Ժողովուրդ ունենց հավես աստեղ։ Շատ լավ անցնում։ Հոյակապ միջոցառում է։ Вот. Установи меня. Вот и Грег. Сканируйте QR-код и посмотрите. Snap. Супер. Все так отлично. Գնանք, նկարենք։ Բարև ձեզ։ Ամել գովազդ է, էլի։ Արի։
Բարև ձեզ։ Այդ ամենը։ Ինձ պայս մի ամիտ չարություն չանի։ Մի արա, սնապիկ։ Ասել որ լավ բարոդ դնի կորթեգրը մենք չխոտ գնացի տալիս ասում եմ չեմ ուզում Չէ, տես։ Սիրուն աղջիկ ա տեսել։ Եթե մենք սիրում ենք կենդանիներին, եկեք սիրենք բոլոր կենդանիներին։ Այսօր մենք ունենք հյուրեր, ովքեր արդեն որդեգրել են կենդանիները եւ նրանք կխոսեն եւ կպատմեն դրանց մասին։ Մարտա ջան, ես հասկանում եմ դուք շատ զբաղված եք, բայց խնդրեմ հրավիր եմ ձեռնվել, որպեսզի ներկայացնեք ձեր ընկերներին, ովքեր որդեգրել են կենդանի։ Բոլոր շուն որդեգրողներին շնորհակալություն։ Բարի գործ եք անում, լավ գործ եք անում։ Բայց մի քիչ չվայտա, չգիտեք ինչի։ Եվ ուզում եմ մի քիչ ոգևորելով բեմ ուղեկցել մեր հյուրերին։ Եկեք։ Խնդրում եմ ծափահարեք։ Բարև ձեզ։ Կներկայանաք։ Ռուզաննա։ Իսկ ձեր բալիկյանն։ Ժակին, իսկ Շունիկի։ Լեդին որդեգրել են։ Եվ կխնդրեմ մի փոքր պատմեք ձեր պատմությունը։ Եկեք, welcome։ Մենք այսօր խոսում ենք այն մասին, որ հասուն շներ որդեգրելը բացարձակ վախենալու չի և հասուն շները երբեմն ավելի հեշտ են ադապտացվում։ Ես այսօր ուզում եմ 3 պատմություն ներկայացնեմ, 3 հասուն շների որդեգրման հաջող փորձ, խնդրում եմ դուք էլ բարձրացեք։ Եվս իմ մեկ որդեգրողներից նկատեցի, արի։ Մի քիչ պրոստ հեռավոր ցավրայինք պահանջներին։ Սկսենք տաքսայից, տաքսան հրաժարված շունիկ էր, հանձնել 2 անգամ տերերը հրաժարվել են իրենից և մենք, արի, տեսնեմ իմ աղջիկը, լեդին հանձնեցինք որդեգրության, ով մոտարապես 3 տարեկան է,
եւ ասեմ, որ մենք ադապտացիայի հետ կապված ընդհանրապես խնդիր չենք ունեցել։ Առաջի օրվանից էլ մերվել է ընտանիքում եւ ինչպես տեսնում ենք, շատ լավ են պահում իրեն, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Հաջորդ զույգը հələ վրա։ Պատմեմ Լուկայի պատմությունը։ Լուկայի տերը Պարսկահայ էր եւ իրեն թողել էր Ալեք Մանուկյան 5 հասցեում եւ հեռացել Պարսկաստան։ Մոտավորապես 1 շաբաթ դրսում թափառելուց հետո Երևանի քաղաքապետարանի հողակը տեղափոխել էր կացարան եւ իմ միջնորդությամբ գնացել է ընտանիք։ Միանգամից երկու շունիկը նույն օրն են որդեգրվել։ Բելկան, մյուսը մոտավորապես 7 տարեկան խասկի է։ Իմ հարևանների շունն է, ով երկար տարիներ բուժվել է, ուղղակի շահագործման է ենթարկվել եւ մի օր ուղղակի այլևս պետք չէր հենց դուրս էին նետել իրեն եւ մենք շները գզել էին, հələ մի հատ բելկա կոգրացիոս տեսքը թող բոլորը տեսնեն։ Վնասված վիճակում ամբողջովին գլուխս կոբերով հավաքած որդեգրվել է նույն օրը Լուկային հետ շնորհակալություն Արտուրին եւ Նելին նույն օրվա մեջ որդեգրելու համար։ Մեկ րոպե, դասկորովը